գործադրում, որպեսզի մենք մեր գերիներին հետ վերադարձնենք հայրենիք։ Չէ, ներողություն մի րոպե։ Պարոն Բակոյան, հարց այստեղ ձևակերպումն է։ Գերի, ռազմագերի ձևակերպման փոխարեն վարչապետն ասում է երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձիկ։ Սա ինչու է փոխել վարչապետը բառամթերքին։ Տեսեք, վարչապետի մեկնաբանությունը ես չեմ կարող ներկայացնել, որովհետև վարչապետը ինքը կարող է ներկայացնել իր մեկնաբանությունը, բայց ինչ վերաբերում է գերիներին, վստահ կարող եմ ասել, որ մեր միջազգային գործընկերների բոլոր հանդիպումներին, բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավոր տարբերակներով մենք անպայման առաջինը կամ առաջիններից մեկը խոսքը հարցերի մասին է բարձրաձայնում ենք կամ խոսում ենք մեր գերիների վերադարձի մասին։ ԱԾ տնօրենի այցից հետո որևէ տեղեկություն չկա, ինչ փուլում է խոսվել է այդ մասին գերիների վերաբերյալ, որևէ հաղորդագրություն չտարածվեց, այսինքն հանրությունը չիրազեկվեց, ի վերջո այնտեղ հրադարձ եղել է թե ոչ։ Կան աշխատանքներ, որոնց կարծում եմ այդ աշխատանքները հանրայնացնելը կարող է process-ին վնասել Բայց հուսադրող է եւ այն աշխատանքները, տեսեք, աշխատանքները չեն դադարում եւ մեզանից չի, որ 100% կախված է եւ մենք ենք որոշում վերադարձի մասով, բայց մենք առավելագույն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի վերադարձնենք Բաքվում պահվող մեր հայրենակիցներին եւ այդ ուղղությամբ կրկնում եմ եւ խորհրդարանը եւ կառավարությունը առավելագույն աշխատանք են իրականացնում եւ ձեզ հայտնի աշխատանքը ընդամենը այսբերգի երևացող մասն է, ահռելի ծավալի աշխատանքը ընդամենը չի երևում։ Պարոն Բակոյան, ներողություն, այս վարչապետի խոսույթի փոփոխությունը արդյոք հետ քայլ է կամ ինչ որ զիջում է չասել գերի, չասել ռազմագերի։ Ես դրամաբանություն չեմ տեսնում զիջման կամ դրամաբանության փոփոխության, որովհետև բոլոր դեպքերում ստացվում է, որ Բաքվում մեր հայրենակիցներն են, ովքեր պետք է վերադառնան Հայաստան, եւ որի մասին նաև վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է այդ մասին։ Դուք Ադրբեջանի նախագահի խոսույթում տեսնում եք փոփոխություն, օրինակ այն հակահայ քաղաքականությունը, որ կար Բաքվի կողմից, թե դասագրքերում, թե այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլ Հայաստանի ինքնիշխան տարածքներ համարում են Ադրբեջան։ Դուք այդ առումով փոփոխություն տեսնում եք, թե ոչ, այս օգոստոսի 8-ից հետո։ Դուք տեսնում եք։ Ոչ։ Դուք տեսնում եք։ Ես ձեզ եմ հարցնում։ Ես ձեր հարցին հարցով պատասխանում եմ, այնուհետև պատասխանում։ Մենք չենք տեսնում։ Տեսեք, թե ինչ հայտարարություններ կանեն, մենք գնում ենք խաղաղության եւ այդ խաղաղության ճանապարհը հեշտ չի։ Այն սկզբունքները, որ արձանագրվել են օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագրի նախաստորագրմամբ, դրանք խոսում են ըստ էության խաղաղության մասին եւ այստեղ հստակ արձանագրվել են կետեր, որի տակ ստորագրել է Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը եւ Միացյալ Նահանգների նախագահը։ Պարոն Բակոյան, նախորդ շաբաթ խորհրդարանում իմպիչմենտի թեմայով լուսումներ տեղի ունեցան եւ օրինակ հայտարարություններ կան, որ ԿՊ-ից եւս կան падգամավորներ, ովքեր պատրաստ են միանալ, դուք այդ շարքում եք թե ոչ։ Հայլակ ջան, նման հայտարարություն անողները առաջինը խաբել են ձեզ լրագրողներին, որ նման մարդիկ կամ падգամավորներ կան ԿՊ-ում, շտապ եմ ձեզ վստահեցնել եւ շատերին գուցե հիասթափեցնեմ կամ պարզապես այդ իրականության մասին իրենք գիտեն, չկա նման բան եւ նույնիսկ խոսակցություն, քննարկում կամ ուղղակի որևէ չկա, պարզապես չկա, սա ծիծաղալու թեմա է, չկա նման բան։ Դուք կարող եք բոլոր կպականների անունից Այո, ինձ պետք չի լիազորել, ես իմ եւ իմ գործընկերների անունից երաշխավորում եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չկա որևէ մարդ, որ այլ կերպ մտածի։ Բոլորս հավատարիմ ենք միևնույն գաղափարին եւ չկա նման թեմա եւ նման թեմա մեր խմբակցությունում չի քննարկում եւ ես այդ հարցին ընդհանրապես ժպիտով եմ վերաբերում։ Չկա վերապահում վարչապետի գործողությունների հետ կապված խմբակցությունում։ Ես զարմանում եմ, որ նման հարց եք տալի, որովհետեւ չի կարա նման բան լինի,
թիմը միասնական է գործում եւ եթե կան հարցեր, հարցերը բարձրաձայնվում են եւ այդ հարցերին լուծում է տրվում եւ չկա խզվածություն թիմի մեջ ես մեկ անգամ պաշտոնապես ձեզ հայտարարում եմ իմ գործընկերների անունից ժպիտով եմ երբեք ասում եմ երբեք չի լինելու նման բան որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոլոր պատգամավորները այլ կերպ չեն մտածում։ Բայց դուք ժամանակին մտածում եք, որ օրինակ Հովիկ Աղազարյանը կամ Հակոբ Ասլանյանը կարող են հեռանալ, հեռացվել, կարևոր չի։ Համենայն տեսականորեն, այո։ Տեսեք, ովքեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության սկզբունքներից դուրս որևէ գործողություններ կիրականացնեն, դա կլինի ցանկացած մեկը քաղաքացիական պայմանագրից, սկսած ինձանից, ինքը ըստ էության հեռացվելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Չէ՞ մտածել, որ այդ երկուսը կարող են հեռանալ կամ հեռացվել։ Գուցե հիմա ինչ-որ բան լինի։ Գուցե չկա նման մտահոգություն։ Ես շտապեցնեմ ձեզ տեղեկացնել եւ անհանգստացողներին հանգստացնել, որ նման խնդիր չկա, նման մտահոգություն չկա, մի մտահոգվեք, նման խնդիր գոյություն չունի։ Անհետ գորածների հարազատները երեք պաշտպանության նախարարության կանոնաբար լսել եք անհետ գորածների հարազատները գնացել պաշտպանության նախարարության մոտ եւ ուզում էին հասկանալ թե իրենց զավակների ճակատագրերը հանձնաժողովը զբաղվում է մարդկանց հարցերով, ինչպես ասում են երկրների հարցերով, այս գործի երկրացող մասն է եւ լուրեր կան, որ թիմում Պապիկյանից դժգոհություն կա եւ սա ուղղված Արցախ Պապիկյանի դեմ, որովհետեւ ըստ էության պաշտպանության նախարարությունը չի զբաղվում այդ հարցերով, ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում եւ ինչու են մարդիկ հավաքվել պաշտպանության նախարարության։ Պետք է շտապեմ տեղեկացնել, որ դժգոհություն չկան Պապիկյանի աշխատանքից թիմում։ Մենք համարում ենք, որ մեր գործընկերը արդյունավետ է աշխատում, իսկ ինչ վերաբերում է գերիների հարցին, մարդիրոնքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով, անհետ կորածների հարցով էլ է զբաղվում եւ մենք նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ որոշակի աշխատանքներ տանում ենք, չեմ կարող ասել, որ լայն լիազորություններ ունի մեր հանձնաժողովը, բայց մեր հանձնաժողովի շրջանակներում հնարավորությունների շրջանակում մեր հանձնաժողովը զբաղվում է դրանով եւ մենք բարբերաբար նաեւ մեր միջազգային գործընկերների հետ հենց այս հարցով հանդիպում ենք։ Ասում որպես հանձնաժողովի նախագահ ԱԱՑ տնօրենի հետ երկնաբաշխի գնացել արդեն հետերադարձել։ Հնարություն եղել է, խոսել եք նույն անհետ գորածների մասով, այնտեղ ինչ-որ հնարքում ադիվենացի գործընկերություն եղել է։ Թույլ տվեք որոշակի տեղեկություններ հրապարակելու զերծ մնամ եւ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա համապատասխան մարմինները, այդ թվում նաև ԱԱՑ տնօրենը հայտարարություն կունենա։ Պարզապես կներեք, հայ ժողովուրդը մնացել է Ադրբեջանի ԱԱՑ-ի հույսին, իրենց տարածած տեսանյութից ենք ուզում հասկանալ մեր ԱԱՑ տնօրենը այնտեղ ինչ է արելում, հետ է հանդիպել, որ հարցերն է քննարկվել, գերիներին անդրադարձ եղել է, թե որ ինչու ունենք այս իրավիճակը, երրորդ հանրապետության ամենաժողովրդավար կառավարությունն Հայաստանում ղեկավարում։ Այո, դուք վերահաստատում եմ ձեր ասածը եւ պետք է պնդեմ, որ եթե որևէ տեղեկություն հրապարակենք, այդ տեղեկությունները կարող են վնասել որևէ գործընթացի, հետեւաբար թույլ տվեք ներողություն խնդրել եւ չխոսել որևէ տեղեկության մասին եւ պատեհ պահի դրա մասին կխոսվի։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Մարտիրոսյանը բարբերաբար պնդում են, որ միջազգային համայնքներում իշխանությունները չեն բարձրացնում գերիների հարցերից, խնդրեմ որպես իշխող ուժի ներկայացուցիչ Չկա նման բան, որովհետև ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ գերիների թեման քննարկվում է եւ մենք գերիների մասով անպայման աշխատանքները շարունակում ենք։ Ձեզ եմ շնորհակալ։